Սուրբ Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են Քրիստոս հարյավի մեռելոց ավետիսով, պատասխանում օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Բարև հարգելի հեռուստադիտող, Կենտրոն հեռուստաալիքի եթերում կրկին ապրիր առողջ հաղորդաշարն է, որի շրջանակներում մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի դուք առողջ ապրեք։ Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված։ Ըստ Գրիգոր Տաթևացու միայն Զատկին ենք ձուներկում, որովհետեւ ձունօրինակ է աշխարհի եւ ինչպես իմաստուններն են ասում, դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը օդին, սպիտակուցը ջրին, տեղնուծն էլ երկիրն է, իսկ կարմիր գույնը խորհրդանշում է, որ աշխարհը գնվեց Քրիստոսի արյամբ, եւ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով հռչակում ենք մեր փրկությունը։ Սուրբ Հարության տոնը մեր եկեղեցվո եւ ընդհանրապես ավանդական բոլոր եկեղեցիների կարևորագույն տոներից մեկն է, որը արտահայտում է Քրիստոսի հարության իրողությունը։ Եթե մենք ուշադիր լինենք, բենց պահքի ընթացքը ինքը իր մեջ գիրագիների տրամաբանությամբ ներառում է ամբողջ աստվածային ծրագիրը մարդկային պատմության, առաջագործությունից մինչև հարություն։ Աստված սկզբում ստեղծեց Ադամին եւ Եվային դրախտում, որը որ բուն բարեկենդանն է մեծ պահքի։ Եվ տեսնում ենք 49 օրերի ընթացքում ինքը ավարտում է Սուրբ Հարության տոնով։ Սա ոսկե մի շղթա է, որը կարծես թե սկսում է մի տեղից եւ ավարտում է նույն տեղում։ Վերադարձ դեպի դրախտ ապագայի խոստման երկնքի արքայություն։ Եվ հենց այս ամբողջ հարագնա ժամանակի ընթացքի մեջ կարևոր է, որ մենք այդ տեսողությունն ունենանք, թե Ադամի եւ Եվայի դեմքի միջոցով մենք վտարվել ենք դրախտից եւ Քրիստոսի զոհաբերության միջոցով մենք հնարավոր է երկնքի արքայությանն արժանանանք։ Եվ մեծ պահքի ընթացքը լավագույն առիթն է, որովհետեւ մենք այս մեծ արագ ընթացող մեծ ժամանակի մեջ կարողանանք մեր ուրույն տեղը տեսնել, գնահատել մեր կյանքը եւ ենթագիտակցական ձգտում հավիտենական կյանքով ապրելու գիտակցական վիճակի բերենք հույս ունենալով երկնքի արքայությանն արժանանալու։ Մարդը, երբ որ իր ճիշտ ազատություններից հեռանում է, այդ դեպքում նյարդային վիճակ է իր մոտ սկսվում, մտահոգություններ են սկսվում եւ ուղղակիորեն հոգեվոր եւ մարմնավոր առողջությունը իրար հետ առնչվում են, բայց մարդու գեր նպատակը ֆիզիկական առողջություն չի կարող լինել։ Ինչու, որովհետեւ կատարյալ չէ մարդը եւ մի օր պիտի հիվանդանա։ Բայց լիարժեք կարծես թե մարմնով առողջ մարդը կարող է հիվանդ լինել, բայց լիարժեք մարմնով հիվանդ մարդը կարող է այնպես ազատ խաղաղության առողջության մեջ լինել, եթե հոգևոր ճիշտ պատկերացումների եւ զգացումների մեջ է։ Եվ Սուրբ Հարության տոնը հենց այն ճանապարհն է, որով որ քրիստոնյան առաջնորդվելով, չէ, երաշխավորված է թերևս որոշ առումով լինում իր խղճի հոգևոր առողջությունը, հույսն է ունենում երկնքի արքայությանն արժանանալու եւ հնարավորին չափով նաեւ երաշխավորված է լինում իր ֆիզիկական առողջությունը։ Եվ մենք Քրիստոսի հարության բարի լուրն ենք բերում մեր ժողովրդին, մեր ժողովրդի կյանքում, բոլորիս կյանքում մեծ դերակատարություն եւ նշանակություն ունի Սուրբ Հարության տոնը։ Ես մաղթում եմ, որ առաջին հերթին հոգևոր առողջություն ներկայություն դառնա մարդկանց կյանքում։ Եվ այդ հոգևոր առողջության գրավականը մաքուր խղճով ապրելն է, խղճի առջև հանգիստ լինելն է։ Ամենամեծ հաղթանակը առաջի հերթին ես կարծում եմ, որ մարդը ինքն իրեն պիտի հաղթի։ Մեր բոլոր պատերազմները սկսում են մեզանից։ Բոլոր պարտությունների ժամանակ պարտում ենք ինքներս մեզ եւ թերևս հաղթում ենք ինքներս մեզ։ Եվ շատ խնդրում եմ եւ օրհնությունս է, որ մենք հաղթենք ինքներս մեզ։ Մեր բացասական զգացումները, մեր բացասական ձգտումները, այն բոլոր արատավոր գծերը, որոնք մենք ինքներս գիտենք, որոնք բացասական դերակատարություն ունեն մեր կյանքում։ Եվ նոր հույզերով, նոր զգացումներով, նոր մտածումներով պիտի ընթանա մեր կյանքը։ Եվ Սուրբ Հարության տոնը արդեն պիտի տոն դառնա ամեն օր մեր կյանքում։ Եվ իր հոգևոր արտահայտությունը պիտի ստանա Սուրբ Հարության տոնի առիթով։ Քրիստոս հարյավի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Մեզ ցես մեծավետիս։
Ասեմ, որ մեր հյուրն արդեն տաղավարում է եւ այս պահին ես մեծագույն սիրով կներկայացնեմ նրան։ Եվ այսպես մեր էլ բժշկական կենտրոնի բժիշկ Բուտեյկոյի մեթոդով բուժական շնչառության մասնագետ Երանուհի Խաչատրյան։ Բարև ձեզ բժշկուհի, ուրախ եմ ողջունելու ձեզ մեր տաղավարում։ Դուք մեզ մոտ առաջին անգամ եք եւ այսօր դեր անմիջական մասնակցությամբ պետք է փորձենք լուսաբանող տեղեկատվություն ապահովել ճիշտ շնչառության վերաբերյալ։ Նորմալ շնչառությունը հանգիստ վիճակում դա անձայն աննկատ շնչառությունն է։ Նորմալ շնչառությունը պիտի լինի միայն քթով։ Մեր միակ արտաքին շնչական օրգանը քիթն է։ Եվ ես հեծանիվ չեմ հայտնագործի, եթե ասեմ, որ եւ ներշնչումը, եւ արտաշնչումը պիտի կատարվեն քթով։ Բերանը շնչական օրգան չէ։ Բերանը նախատեսված է ուտելու, խոսելու համար։ Եվ նորմալ շնչառությունը հանգիստ վիճակում պիտի չլսվի երևա։ Երբ որ մենք ֆիզիկապես ակտիվ ենք, երբ որ մենք վազում ենք, քայլում ենք, հուզվում ենք, ծանրաբեռնվածություններ ունենք, այդ ժամանակ շնչառությունը իսկապես խորանում է։ Դա էլ է նորմալ։ Բայց անգամ այդ ժամանակ շնչառությունը պիտի լինի քթով։ Բազմաթիվ ֆունկցիաներ ունի քիթը, որը բերանը չունի։ Ես անգամ եթե մի քանիսը թվարկեմ, դուք իրապես կհասկանաք։ Օդը պիտի մտնի քթով, փոշիազրկվի, մանրեազրկվի, խոնավանա, տաքանա եւ շատ այլ գործողություններ կատարվելուց հետո նոր պիտի անցնի այդ օդը բրոնխներ եւ թոքեր։ Այս օդը կեղտոտ միկրոբներով, փոշով, աղտով, թունաքիմիկատներով հարուստ մտցնել թոքեր ուղակի չի կարելի։ Եվ բացի այդ, բերանային շնչառությունը ինքը բերում է նրան, որ շնչառությունը սկսում է խորանալ։ Իսկ խորը շնչառությունը արդեն վտանգավոր է։ Դա բերում է շատ փոփոխությունների, բերում է նրան, որ օրգանիզմից նորմայից շատ է հեռանում ածխաթթու գազ, ինչը իր հերթին հանգեցնում է արյան pH-ի փոփոխմանը, հանգեցնում է նյութափոխանակության խանգարումների եւ բերում է թթվածնային քաղցի։ Կա թյուր կարծիք արմատավորված երկար տարիներ, չգիտես ինչու, որ պետք է խորը շնչել, որ թթվածին գնա։ Իրականում ճիշտ հակառակն է։ Որքան մենք խորացնում ենք նորմայից ավել շնչառությունը, այնքան ավելի շատ է հեռանում օրգանիզմից ածխաթթու գազ եւ թթվածնի անցումը արյունից դեպի բջիջներ վատանում է։ Որովհետեւ, որpիսի այդ թթվածինը արյունից անցնի դեպի բջիջներ, անհրաժեշտ է ածխաթթու գազի 40 մմ սնդիկիսյան պարցիալ ճնշում։ Այսինքն, կոպիտ եթե համեմատեմ, պիտի ածխաթթու գազը հրի, որպեսզի թթվածինը անցնի բջիջներ։ Երբ որ մենք խորն ենք շնչում եւ խորն էլ արտաշնչում ենք, ածխաթթու գազի քանակությունը թոքերում եւ արյան մեջ սկսում է աստիճանաբար նվազել։ Եվ դա հանգեցնում է նրան, որ թթվածնի մատակարարումը բջիջներին գալի վատանում է։ Եվ ինչքան խորանում է շնչառությունը, այնքան քիչ թթվածին է գնում դեպի օրգաններ, դեպի բջիջներ, ինչը արդեն բերում է լուրջ խնդիրների, հիվանդությունների զարգացմանը եւ նյութափոխանակային խնդիրների եւ լուրջ հիվանդությունների առաջացմանը։ Բուտեյկոյի մեթոդով բուժական շնչառություն, այ ինչ ասել է դա, փորձեք թերևս ներկայացնել։ Սիրո, Բուտեյկոն ուկրաինացի բժիշկ է եղել, գիտությունների տեխնացու, բժշկական գիտությունների տեխնացու, որը գերազանց ավարտել է Մոսկվայի բժշկական ինստիտուտը, այնուհետև աշխատել է Նովոսիբիրսկում։ Սակայն ինքը դժբախտաբար ունեցել է լուրջ խնդրեմ 25 տարեկանում ինքը ունեցել է չարվորակ հիպերտոնիա եւ դա մի դիագնոզ է, որի դեպքում մարդը 1-2 տարի 3 ավել չի ապրում։ Եվ հենց այդ հիվանդության ծանր պրիստուպի ժամանակ պատահաբար կամ աստծո կամքով Բուտեյկոն զգացել է, որ երբ որ ինքը փոքրացնում է շնչառությունը, մի փոքրիկ իր ինքնազգացումը լավանում է։ Հետո սկսել է ուսումնասիրել գրականության մեջ բժշկական շատ հետազոտություններ է կատարել Նովոսիբիրսկի ակադեմիայում քաղաքում, որտեղ եղել է գիտությունների ակադեմիան սովետական միության նախկին, եւ տեսել է, որ կան դրա մասի տեղեկություններ, եւ դա սկսել է ուսումնասիրել եւ արդեն հետո ապացուցել, որ հենց այդ դարի շատ հիվանդությունների պատճառը հենց խորը շնչառությունն է, խախտված շնչառությունը, եւ ինքը առաջինը բուժել է իրեն, իր չարվորակ հիպերտոնիան, ապրել է մինչև 80 տարի, աշխատել է եւ բուժել է հազարավոր եւ անգամ միլիոնավոր հիվանդների։ Եվ հենց իր անունով մեթոդը կոչվում է Բուտեյկոյի մեթոդ։ Մեթոդը այսօր ներդրված է եւ Հայաստանում, եւ Ռուսաստանում, եւ աշխարհի շատ երկրներում։ Ավստրալիայում այն մցված է անգամ ապահովագրական բժշկության մեջ։ Այդքան լայն կիրառված է եւ այդքան լավ արդյունքներ ունի։ Ակամա հեռուստադիտողների մոտ հարց կառաջանա, որ հիվանդությունների դեպքում է առավել արդյունավետ մեթոդը։ Որևէ նոր բան այս մեթոդի ընթացքում չի հորինվում։ Ուղղակի մենք վերականգնում ենք նորմալ շնչառությունը։ Այն ինչ որ խախտվել էր, վերականգնում ենք նորմալ շնչառությունը։ Եվ հետեւաբար ինքը իրապես արդյունավետ է
շատ հիվանդությունների բուժման կոմպլեքսում։ Նախ ասեմ, որ մեթոդը պետք է առողջներին, որ չհիվանդանան, եւ հիվանդներին, որ առողջանան։ Առավել արդյունավետ է մեթոդը հիպերտոնիայի, ասթմայի, բրոնխիտների, ալերգիաների, միգրենի, նևրոզների, շատ այլ հիվանդությունների բուժման խնդրում։ Բացառիկ արդյունավետ է։ Նա տարբերվում է այն ամենից, ինչ որ գուցե միջև այդ մարդը արել է կամ փորձել է անել։ Տարբեր է, որովհետև ինքը պահանջում է մի փոքր աշխատանք։ Մենք պիտի նորմալացնենք շնչառությունը եւ նորմալ շնչառությունը պահենք։ Այնպես ինչպես մենք ամեն օր հաց ենք ուտում, այնպես ինչպես մենք ամեն օր ատամ ենք լվանում, ջուր ենք խմում, դա մեր նորման է։ Ճիշտ այդպես մեր շնչառությունը պիտի նորմալ լինի ամբողջ կյանքի ընթացքում։ Ինչը աստիճանաբար բերում է առողջացման, եւ եթե մենք հսկենք մեր շնչառությունը, մենք առողջ կլինենք մեր հետագա բոլոր տարիների ընթացքում։ Կուզեի տեխնիկական հատվածի մասին խոսենք։ Ինչ են սովորում մարդիկ։ Մեթոդը շատ պարզեցված է։ Շնչառության նորմալացման մեթոդներ եղել են շատ վաղուց։ Դեռ 3000 տարի առաջ արևելյան բժշկությունը հասկացել է, թե ինչքան կարևոր է շնչառության նորմալացումը։ Սակայն Բուտեկոն մեթոդը հարմարեցրել է, պարզեցրել է հիվանդ մարդու համար, անգամ ծանր հիվանդ մարդու համար, որպեսզի այն լինի մատչելի, հեշտ լինի իրագործման առումով եւ ցանկացած մարդ կարողանա կիրառել մեթոդը եւ բժշկվել։ Մեր պացիենտները գալիս են 2 շաբաթ ամեն օր, որի ընթացքում սովորում են մեթոդիկան։ Նորից եմ կրկնում, մեթոդիկան պարզ է։ Որևէ մեկը չի եղել հոգեպես առողջ, որը չկարողանա տիրապետել մեթոդին։ 2 շաբաթվա ընթացքում սովորում են մեթոդիկան եւ հենց առաջի օրերի ընթացքում արդեն կարողանում են իրենց սիմպտոմը հանել պարապմունքի շնորհիվ, հետո կանխել, թույլ չտալ, որ սկսվի սիմպտոմը, հետո աստիճանաբար հասնել մաքրումների եւ մաքրման ճանապարհի միջոցով հասնել լավացման եւ առողջացման։ Մենք ունենք մի տարվա հսկողություն, այսինքն 2 շաբաթ հետո մենք շարունակում ենք հսկողությունը մի տարի, որպեսզի ցանկացած փոփոխության, ցանկացած խնդրի դեպքում մեր պացիենտը հանգիստ գա, պարապի եւ ստանա անհրաժեշտ բժշկական օգնություն եւ հասցնի իր աշխատանքը մինչև վերջ։ Մենք նորմալացնում ենք շնչառությունը, աստիճանաբար սկսում է թթվածինը գնալ բջիջներին։ Ես միշտ հիվանդներին ասում եմ, մենք անում ենք մեր գործը, մնացածը մեր օրգանիզմը ինքը կանի։ Մեթոդը ներշնչանք չի, ինքնաներշնչում չի, դա լուրջ բժշկություն է, ապացուցված բջջային մակարդակով։ Եվ եթե անգամ մենք չենք հավատում, բայց անում ենք պարապմունքը, արդյունքը նույնպես լինում է։ Ոչ մի խնդիր չկա։ Իսկ տարիքային սահմանափակում, ակամա հարց կառաջանա, երեխաներին օրինակ ցուցված է մեթոդը։ Իհարկե ցուցված է։ Առավել քան ցուցված է երեխաներին։ Մեզ մոտ գալիս են երեխաները 2.5-3 տարեկանից։ Եվ հիմնականում որ խնդիրների դեպքում։ Հիմնականում հաճախ հիվանդացող, բրոնխիտներով, ալերգիաներով, ասթմայով մեր երեխաները։ Երեխաների պարապմունքները տարբեր են մեծերի պարապմունքներից։ Հարց կառաջանա, ինչպես կարող է երեխան պարապել։ Երեխաների պարապմունքները խաղեր են, շատ հետաքրքիր են, շատ մատչելի։ Արդեն 3-4 պարապմունքից հետո երեխաները հասկանում են, ինչ պիտի անեն։ Հիմնական աշխատանքը փոքրիկների հետ տանում են տանը մայրիկները, պարապմունքները դժվար չեն իրապես, հեքիաթներով, մուլտֆիլմերով, խաղերով, եւ երեխաները շատ սիրով են գալիս, շատ հաճույքով։ Սկզբից մամաները չեն պատկերացնում, ինչպես կարող են այս փոքրիկ պարապմունքները առողջացնել այդպիսի լուրջ խնդիրներ։ Բայց հավատացնում եմ ձեզ, մի քանի պարապմունքից հետո սկսում է երևալ արդյունքը, գալիս է վստահություն եւ հետեւողական աշխատանքի դեպքում արդյունքը գերազանց է։ Երեխաները հասնում են կատարյալ լավ արդյունքների, կատարյալ առողջացման, եթե մամաները նրանց հետ հետևողական աշխատեն։ Ահա եւ մի վերջին հարց, արդյոք Բուտեկոյի մեթոդը ունի հակացություններ։ Բուտեկոյի մեթոդը հակացություններ չունի։ Միակ հարաբերական հակացությունը դա ծանր շիզոֆրենիան է, մտավոր թերզարգացումը, որ այդ մարդիկ չեն կարող անցնել մեթոդը, եւ շատ ծանր սիրտոքային անբավարարությունները արդեն տերմինալ ստադիայում, որտեղ էֆեկտիվությունը ցածր է։ Ոչ թե հակացուցված է, այլ արդյունավետությունը ցածր է։ Որևէ այլ հակացություն չկա։ Լավ, շատ շնորհակալ եմ բժշկուհի եւ մեր հաղորդման շրջանակներում ձեր վերջին խորհուրդն ուղղված մեր ազգաբնակչությանը եւ մասնավորապես այն մարդկանց, ովքեր կարող են բուժվել Բուտեկոյի մեթոդով։ Իմ խորհուրդը մեր ազգաբնակչությանը՝ հետևեք ձեր շնչառությանը։ Շնչեք միայն քթով, արտաշնչեք նույնպես քթով։ Փորձեք քայլել, աստիճան բարձրանալ, շարժվել քթով շնչելով։ Միշտ հիշեք, բերանը շնչական օրգան չէ։
եւ դուք կունենաք շատ մեծ փոփոխություններ, անգամ եթե այդքանը հետևեք եւ ուրիշ ոչինչ չանեք, դուք արդեն մեծ դրական փոփոխություններ կզգաք։ Լավ, շատ շնորհակալ եմ այսքան հետաքրքիր հեռուստախորհրդատվության համար։ Մեդեր բժշկական կենտրոնը միակն է Հայաստանում, որտեղ իրականացվում է բուժում շնչառության նորմալացման բուտեիկոյի մեթոդով։ Պացիենտները մեր մոտ գալիս են սկզբից կոնսուլտացիայի։ Կոնսուլտացիայի ընթացքում մենք բացատրում ենք ինչ է մեթոդը, ինչ է իր հիվանդությունը եւ ինչ աշխատանք պետք է անել։ Այնուհետեւ եթե իրենք որոշում են գալ եւ բուժվել, 2 շաբաթ գալիս են եւ սովորում են մեթոդիկա։ Բոլոր այն երեխաները, որոնք ունեն հաճախակի հիվանդացություն, բրոնխիտներ, ալերգիաներ, ադենոիդներ, որոնք բազմաթիվ անգամներ վիրահատվել են եւ դարձյալ կրկնվել է, որոնք ստանում են երկարատև բուժում, բայց կարծես թե չեն հասել այն արդյունքի, որոնք իրենք են ուզում եւ իրենց ծնողները, հանգիստ կարող են դիմել մեզ։ Մեր շուրջ 12 տարվա փորձը թույլ է տալիս հանգիստ ասել, որ բոլոր այն հիվանդները, որոնք ունեն բրոնխիալ ասթմա, բրոնխիտներ, ալերգիա, միգրեն, նևրոզներ, արիթմիաներ, գիշերային խռոց, ադենոիդներ, պոլիպներ եւ այլն, հիպերտոնիա, հանգիստ կարող են դիմել մեզ, գալ, բուժվել եւ հասնել մի արդյունքի, որը կգոհացնի իրենց եւ որը ուրախացնում է մեզ, որովհետեւ ամեն հիվանդ, որը գալիս է եւ բուժվում է, ամենաշատ ուրախանում է իր բժիշկը։ Եթերում ապրիր առողջ հաղորդաշարն է, որի վերջին հատվածում համապատասխան մասնագետի անմիջական մասնակցությամբ փորձելու ենք լուսաբանող տեղեկատվություն ապահովել մարդու առողջության վրա ունեցած օզոնի հրաշք ազդեցության մասին։ Ինչպես գիտեք, օզոնոթերապիան որպես այլընտրանքային բուժման արդյունավետ մեթոդ լայնորեն կիրառվում է ողջ աշխարհում։ Օզոնոթերապիան ժամանակակից բժշկության մեթոդներից է, որը ներկայացնում է իրենից ալտերնատիվ բժշկություն։ Օզոնի հրաշագործ ազդեցությունը հայտնի է դեռ շատ վաղուց, դեռ 1800 թվականներին հայտնի բժիշկ Պիրոգովը գիտեր օզոնի ազդեցության մասին, բայց քանի որ այն ժամանակ գիտությունը այդքան զարգացած չէր, դրա համար օզոնը չկարողացան կիրառել այնպես, ինչպես որ նա կարող էր կիրառվել բժշկության մեջ։ Հիմա օզոնի ազդեցությունը արդեն օգտագործվում է լայն բժշկության մեջ, օգտագործվում է Եվրոպայում, ամբողջ աշխարհում։ Շատ դրական է նրա ազդեցությունը նրանով, որ նա ոչ մի կողմնակի ազդեցություն չի թողում, բացարձակապես անվնաս է օրգանիզմի համար եւ ունի շատ քիչ հակացություններ։ Դա ինֆարկտն է, սուր ինֆարկտն է, հիպերտիրոզն է կամ վազելբևրան հիվանդությունը եւ ալերգիան օզոնի դեմ։ Օզոնը ունի շատ տարբեր ազդեցություններ։ Սկսենք նրանից, որ օզոնը շատ մանրեազերծ ազդեցություն ունի, նաեւ նա սպանիչ ազդում է վիրուսների եւ սնկերի վրա, լավացնում է արյան շրջանառությունը, բացում է մազանոթները, մաքրում է անոթները խոլեստերինից եւ օգնում է մեր արյան կարմիր գնդիկներին, էրիթրոցիտներին գալ նորմալ ձևի, այդպիսով շատ ավելի թթվածին տանել մեր բոլոր բջիջներին հասնելով։ Օզոնոթերապիան մենք օգտագործում ենք արյան շրջանառության խանգարման ժամանակ, հատկապես ուղեղի եւ ստորին վերջույթների, քանի որ ամենազգայունը թթվածնի պակասին դա մեր նյարդային բջիջներն են, իսկ օզոնը ներկայացնում է իրենից ակտիվ թթվածին, իր մոլեկուլայի մեջ կա 3 ատոմ թթվածին եւ այդ երրորդ ատոմը, որը շատ ակտիվ է ազդում օրգանիզմում եւ նրանով է բնորոշվում օզոնի ազդեցությունը։ Դիաբետի բարդությունների ժամանակ, հատկապես երբ որ խանգարվում է արյան շրջանառությունը ստորին վերջույթներում, օզոնը խթանում է նաեւ նոր մազանոթների առաջացմանը եւ տեղային արյան շրջանառությունը լավացնում է եւ հիվանդը, որը ժամանակին սկսում է բուժվել օզոնով եւ օզոնոթերապիա է ստանում, նրա բարդությունները շատ ավելի ուշ են սկսում կամ ընդհանրապես չեն ունենում, հատկապես ստորին վերջույթների շրջանում։ Նաեւ ուզում եմ նշել, որ օզոնոթերապիան շատ օգնում է այն հիվանդներին, որոնք ունեն աղմուկ ականջներում։ Նաեւ լսողության թուլության ժամանակ օզոնը նպաստում է նրան, որ լսողական ներվը ստանալով թթվածին եւ սնուցումը լավանում է, նա կարողանում է իրան վերականգնել։ Օզոնոթերապիան մենք կիրառում ենք նաև տարբեր բնույթի հեպատիտների ժամանակ, ճարպային հեպատոզների, նաև սրտի իշեմիկ հիվանդության ժամանակ, երբ որ մեր սիրտը ստանում է պակաս թթվածին եւ անոթները խցանված են, օզոնը նպաստում է նրան, որ սրտամկանը ավելի լավ է սնվում, թթվածին է ստանում եւ հիվանդությունը կարծես կանգ է առնում հիվանդի մոտ։ Օզոնոթերապիան մենք նաև լայք կիրառում ենք պատանեկան կորյակների եւ նրանց բարդությունների բուժման մեջ։ Արթրոզների ժամանակ օզոնը օգնում է նրանով, որ նա լավացնում է արյան շրջանառությունը հոդում եւ ամենակարևորը կանխում է կրճիկի քայքայումը։
Դա արվում է հարհոդային սրսկումներով օզոնի եւ հիվանդները սկզբից ցավն է իրանց մոտ անցնում եւ կամաց սկսում է կրճիկի լավացումը։ Ալերգիկ հիվանդությունների ժամանակ օզոնային ներերակային ներարկումները մաքրում են օրգանիզմը եւ կանգնեցնում են ալերգիկ ռեակցիան։ Օզոնը մենք կիրառում ենք լայն երակների վարիկոզ լայնացման ժամանակ։ Արվում է ներերակային ազոնային ֆիզլուծույթի ներարկում, նաեւ տեղային լայնացած երակների կողքերը արվում է օզոնի ներարկումներ։ Նաև մենք հատուկ ձև ունենք ներարկման, լիմֆոտրոպ ներարկում, որ անոթի պատերը կարծրացնում է։ Նաև շատ լայն կիրառում ենք պրեսոթերապիան օզոնոթերապիայի հետ երակների լայնացման ժամանակ, քանի որ պրեսոթերապիան իրանից ներկայացնում է լիմֆոդրենաժային մասաժ եւ այտուցներն է քչացնում ստորին վերջույթների, եւ ես ասեմ, որ պրեսոթերապիայի մի պրոցեդուրան մոտավորապես 10 ձեռքի մասաժ է փոխարինում։ Զուգակցելով երկու մեթոդը օզոնոթերապիան եւ պրեսոթերապիան, մենք ստանում ենք շատ լավ արդյունքներ, որ մարդկանց երակների ցավերը պակասում են, երակները ավելի հավաքվում են, այտուցները պակասում են եւ հատկապես երեկոյան արդեն այտուցները պրակտիկորեն չեն լինում։ Օզոնոթերապիան լայն կիրառվում է նաեւ կոսմետոլոգիայի մեջ։ Մենք անում ենք օզոնով մեզոթերապիա։ Օզոնը խթանում է էլաստինի եւ կոլագենի սինտեզը մաշկի մեջ, հագեցնում է մաշկը թթվասնով եւ մաշկը սկսում է ձգվել եւ ավելի երիտասարդանալ։ Մաշկը նաեւ մաքրվում է այն շլակերից, որոնք տարիների ընթացքում հավաքվում են։ Օզոնոթերապիան մենք օգտագործում ենք նաեւ ցելյուլիտի բուժման ժամանակ, զուգակցում ենք այն պրեսոթերապիայով, քանի որ օզոնը ազդում է ճարպային հյուսվածքի վրա եւ քայքայում է ճարպային բջիջները եւ այդտեղ ցելյուլիտի ժամանակ, քանի որ կա այտուց, պրեսոթերապիայի պրոցեդուրաների ժամանակ էլ այտուցն է գնում եւ մեկը մյուսին ուղղելով եւ զուգակցելով մենք ստանում ենք շատ լավ արդյունքներ։ Մեդել բժշկական կենտրոնում գործում է հետևյալ ծառայությունները։ Դա բուտեյկոյի շնչառական մեթոդն է, օզոնոթերապիա, պրեսոթերապիա։ Մենք ունենք շատ բարձր խորհրդատվություն դերմատոլոգի մոտ, բժշկ-կոսմետոլոգի մոտ եւ նաեւ կիրառվում է ֆոտոէպիլյացիա։ Օզոնոթերապիան լավացնում է մեր արյանշրջանառությունը, թթվասնային քաղցը, ոնց նյարդային համակարգում, այնպես էլ ամբողջ մեր օրգանիզմում։ Սովորաբար հիվանդները ստանում են 8-ից 10-12 նայած ինչ հիվանդություն ունեն, ներերակային օզոնոթերապիա, ներերակային կաթիլայինը տևում է մոտավորապես 15-ից 20 րոպե։ Դա այս պայմաններում մեր ակտիվ կյանքի շատ կարևոր է, քանի որ հիվանդը մի ժամ-ժամուկես չի պարկում։ Օզոնոթերապիան ավելի անվտանգ է եւ ավելի բնական է, քան թե ուրիշ քիմիական միջոցները, եւ ես նաեւ կարող եմ նշել, որ դա ավելի մատչելի է, քան թե ուրիշ մեթոդները։ Հարգելի հեռուստադիտող, եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ ապրիր առողջ հաղորդաշարի առանցքում մշտապես ձեր կողմից հնչեցված հարցերն են, ուստի շարունակեք զանգահարել մեզ առողջական ցանկացած խնդրի հետ կապված առաջատար բժիշկների կողմից օգտակար եւ բովանդակալից հեռուստախորհրդատվություն ստանալու համար։ Հավատացնում եմ ձեզ, որ մենք չենք անտեսում ոչ մի հեռախոսազանգ եւ անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր բոլոր հեռուստադիտողները ստանան իրենց ուզող հարցերի պատասխանները, գտնեն իրենց բժշկին եւ վերջնականապես ազատվեն իրենց ուզող առողջական խնդիրներից։ Ապրեք առողջ, կհանդիպենք։